Հայաստանները, ուժեղ Հայաստանն էլ ասում է մեղադրում է, որ Եվրոինտեգրման հանձնաժողովը չի աշխատել ու իրանք հույս ունեն։ Իրանք ուղղակի չգիտեն։ Արդյոք հանձնաժողովը Ասեք, ընկերներ ջան, իրանք ոչ թե ասում են չի աշխատել, ասում են նիստերն են քիչ եղել։ Իրանք ուղղակի նոր են ազգային ժողովում, իրանք տեղյակ չեն, թե հանձնաժողովների նիստերը ոնց են հրավիրվում։ Հանձնաժողովի նիստը, ինչպես ազգային ժողովի լիագումար նիստը, ինքը չի հրավիրվում, ես թողեք ես պատասխանեմ ձեր հարցին։ Չի հրավիրվում հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ։ Առավոտը զարթնի հանձնաժողովի նախագահ գրի չաթում, ասի եկեք այսօր մի հատ նիստ անենք։ Պետքա կամ օրինագիծ գա հանձնաժողով, ինչպիսին որ եղել է, կամ միջազգային պայմանագիր վավերացման մասին եզրակացության, ինչպիսին որ եղել է, կամ բյուջեի քննարկում պետքա լինի, կամ կառավարության կատարողականի քննարկում պետքա լինի, կամ հանրային հնչեղության մի այնպիսի հարց լինի, որ հանձնաժողովը համարի, որ դա պետքա հենց բաց տեսախցիկների առջև քննարկվի, այդ դեպքերի համար մենք արել ենք ոչ թե հանձնաժողովի նիստ, այլ 2 անգամ 24 թվականին արել ենք խորհրդարանական լսումներ, երբ այս ձեր ասած օրենքին նախորդող քննարկումներն են եւ այլ, այսինքն բոլոր 3 պատճառներով էլ մենք երբ եղել է դրա անհրաժեշտությունը, նիստի դեպքում արել ենք նիստ, խորհրդարանական լսումի դեպքում արել ենք լսում։ Հիմա անկախ նրանից ով կլինի այդ հանձնաժողովի նախագահը, նիստերի քանակը էականորեն չի փոխվելու, եթե իհարկե ուղղակի ձևի համար, չասես տեսախցիկը միացրեք, նիստ է, ինչ-որ բան քննարկեն, ինչ-որ բան խոսեն մարդիկ առանց եզրակացության, առանց քվեարկության։ Սրան գումարած հանձնաժողովի նախագահը ի պաշտոն է նաև Հայաստան ԵՄ համաձայնագրի կիրառման միջոցառումներն ապահովող միջգերտեսչական հանձնաժողովի անդամ է, այսինքն ես, այդ հանձնաժողովի անդամ եմ նաև պարոն Խանդանյանը, Մարտիրոսյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար է, այնտեղ էլի շատ բուռն քննարկումներ են եղել այն բարեփոխումների շուրջ առանց տեսախցիկների, որոնք որ տարիների ընթացքում իրականացվել են, դա էլ չէ աշխատանք։ Դրան գումարած խորհրդարանական դիվանագիտություն, դրան գումարած, ինչ ասեմ, բազմաթիվ քննարկումներ տեսախցիկներից, որտեղ դա կարիք հասկանաք ամեն քննարկում չի, աշխատանքային, ասենք հարց է ինչ-որ քննարկում, դետալային ինչ-որ դետալների մասին, որոնք հիմա ես հիմա պատմեմ, տեսեք դուք էլ արդեն սկսեցի մի քանի դետալ ասել, ձեր հետաքրքրությունն էլ կորավ։ Պատկերացրեք ամեն օր այդ աշխատանքային քննարկումները դնել տեսախցիկով, դա չի բանը նպատակը։ Դա հոգությունը, որ ուժեղ Հայաստանը այս հանձնաժողովի նախագահությունը վերցնելու է եւ տորպեդահարելու է եվրոպական ինտեգրման գործընթացը, հարատվում են եւ Չէ, ոնց են հարատվում, ընդհակառակը թեկնածուի ելույթից ես ամենևին եւ երկրորդ հարցը հենց թեկնածուի ելույթին էր վերաբերում, պարոն Եղոյան, որպես հանձնաժողովը երկար տարիներ նախագահած պատգամավոր, ինչպես է գնահատում Տիկին Արեգա Հովսեփյանի ելույթը, նրան տրված հարցերին տրված պատասխանները, էմոցիան միջից են։ Դե Տիկին Հովսեփյանը նոր պատգամավոր է, ինքը ակնհայտորեն դեռ պետք է ադապտացվի, հա, այս միջավայրին, բայց նաև Տիկին Հովսեփյանը պիտի ասեմ, որ մի քիչ այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում եվրոինտեգրման process-ը, ԵՄ անդամակցության process-ը, հա գիտի ընդհանուր գծերով, բայց իր խոսքի քննադատական մասից ես հասկացա, որ ինքը process-ը ամբողջ դետալներով չի պատկերացնում եւ որ էլ ավելի վատ է, իրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե Հայաստանում ԵՄ ինստիտուտներ ոնց է ձևակերպել պարոն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ տեղայնացնել ասելով, մենք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Եթե մենք խոսում ենք անկախ դատական համակարգից, մենք նախ բազմիցս ենք ասել, որ էլ տեղ չկա, անկախ դատական համակարգը էլ ոնց է լինում։ Ասում են գործը տարան, մարդը արդարացվեց, կալանքի տարան, կալանքը չտվեց, մեկինը տվեց, մեկինը չտվեց, էլ անկախ դատական համակարգը ոնց է լինում, որ 100% դեպքերում կալանքը չտան կամ 100% դեպքերում մարդիկ արդարացվեն, այդ մեկ, երկրորդ, բայց անկախ դատական համակարգ ասելով, Ճապոնիայում էլ կա անկախ դատական համակարգ, Ավստրալիայում էլ, Ամերիկայում էլ, դա հո եվրոպական գյուտ չի անկախ դատական համակարգը։ Եվրոպական ինտեգրման process ենթադրում է ԵՄ ինստիտուտների հետ մերձեցում, այսինքն Եվրոպայմանագրային բազայի խորացում։ Այս կետից սկսած, եթե մենք մեկ քայլ ուզում ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մենք պետք է սկսենք բանակցությունները ասոցիացիան համաձայնագրի շուրջ։ Ասոցիացիան համաձայնագրի դա է մեր ինստիտուցիոնալ հաջորդ քայլը։ Հիմա կա դրա։ Նոր ենք սկսելու բանակ։ Ես ասում եմ, եթե մենք այս կետից սկսած
ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները։ Շուշտվանից չենք սկսել, դա վիժեցվել է 13 թվականին ու տենց էլ մնացել է դարակում այդ Շուտվանից ոնց կարող էինք սկսել, եթե նորա որոշումը կայացվել, օրենքը եթե անցած տարի ընդունվել, շուտվանից երբ այդ որոշումը չկար։ 2017-ին ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կնքվեց, բայց ՍԵՊԱ-ի համաձայնագրով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ կար, որպես Արցախի հարցի կարգավորման։ Մենք խոսել ենք, չէ՞, բայց այդ մասին։ Բա սկզբունքներից մեկը, բա մյուս երկուսը մոռացաք։ Սկզբունքներից մեկը, դրանից հետո, անգամ 2020-ի պատերազմից հետո Ջոզեֆ Բորելը հայտարարեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Խոսքը ձեր աշխատանքի մասին է։ Մենք խոսել ենք չէ՞ մասին։ Դուք հիմա ուզում եք նյութ ստանալ, բայց ստեղծված էր։ Ինչի բավարար աշխատանք չտարվեց։ ՍԵՊԱ-ի համաձայնագրի մասին։ Ես ՍԵՊԱ-ից չեմ խոսում։ Բայց ես ՍԵՊԱ-ից եմ հարցնում։ ՍԵՊԱ-ի համաձայնագրի կեսից ավելին կիրարկված է, արդեն մյուս կեսն էլ կիրարկվում, փուլում է, ամեն ինչ նորմալ է գնում։ Չի տապալվել։ Չէ, ամենևին, ինչ ո՞ն է տապալվել։ Դուք այդ համաձայնագիրը նույնիսկ մի էջ այդ համաձայնագրից չեք կարդացել, դուք եք գիտեք տապալվել է թե չի տապալվել։ Մի բան եք լսել, եք այստեղ կրկնում եք։ Ասացի, մոտ 50%։ Հա, բայն 50%-ով պիտի կատարեր։ Կատարեր չէ, կատարի։ Կատարի։ Դեռ պիտի կատարեր։ Հա, իհարկե։ Դուք արդյունավետ եք գնահատում ՍԵՊԱ-ի համաձայնագրով հաշվի առնելով այն խոչընդոտները, որ դրա ընթացքում ծագել էին, COVID-ը, պատերազմը եւ այլ, այո, որոշակի դանդաղում եղել է, բայց արդյունավետության նվազում ես չէի ասի, այսինքն համետապես մենք այդ հանձնառությունից չկա հանձնառություն, որից հետ կանգնած լինենք։ Կա բան, որ պետք է ասենք կիրարկվել մարտ ամսին, կիրարկվել է ապրիլ ամսին։ Հա, դա կարող է լինի, մոտ 50%-ը կիրարկվել է, բայց կրկնում եմ ես։ Նորից եմ ասում։ Դրանից առաջ շարժվելու հաջորդ քայլը պետք է լինի ասոցիացման համաձայնագիր։ Ես սա մասն եմ խոսում, դուք ասում եք, բան չի ասել, բայ 50%-ը կիրարկվել։ ՍԵՊԱ-ում այսպիսի կետ կար, չեղավ, դրանից հետո ԵՄ-ի բովանդակությունը չեք հասկանում, դուք չեք հասկանում։ Մենակ ես չէ, շատերն են հասկանում, բայց դուք ինձ թվում է անկեղծորեն դա չեք հասկանում, էլի կոնկրետ դուք։ Ես չեմ ասի, որ դե միլիոն անգամ ես դահլիճում դա խոսացվել է, հիմա նորից ինձ բան եք անում, ինձ պետք է ես լեկցիա չեմ տա։ Որոշում չունենք, միստ պետք է լինի ֆրակցիայի, այնտեղ պետք է հասկացել եք ամեն ինչ, ես չեմ դրամել կարող։ Անդադում են, եվրոպական ստանդարտներ։ Մասը չեք հասկանում։ Դուք ասում շատ լավ եք հասկանում։ Այո, ես շատ լավ այդ հարցը, կոնկրետ այդ կետը, այդ երեք սկզբունքները, դրանց միջազգային կոնտեքստը, դրանց կիրարկման հնարավորությունները, կոնտեքստը, ենթատեքստը, այնտեղ ներգրավված ուժերի նպատակները եւ հնարավորությունները ես հասկանում եմ շատ լավ, իսկ դուք չեք հասկանում ընդհանրապես, որ հասկանայիք, իմանայիք, որ թե ինչա տեղի ունեցել։ Դրա մասին միլիոն անգամ խոսացվել է։ Ինչա տեղի ունեցել։ Դուք ձեր մաշկի վրա զգում եք տեղի ունեցածի հետևանքները, դուք չեք զգում թե ինչա տեղի ունեցել, որովհետև դուք չեք գիտակցում մեխանիզմը ոնց է աշխատել։ Դուք այդ մեխանիզմի դետալների աշխատանքը չեք հասկանում, դուք չեք պատկերացնում, թե ոնց են աշխատում միջազգային հարաբերությունները, որ գրած բառը ինչա նշանակում այնտեղ։ Իսկ մեր պաշտոնյաները կարող են լավ աշխատել, որ ավելի լավ հետևանքներ լինեին մեր վրա։ Այդ հարցում ավելի լավ հետևանք չեք կարող լինել։ Դատապարտված ենք։ Այդ հարցում ձեր նշած հարցում։ Այդ էլ է գնահատական։ Այլ հարցը միլիոն անգամ է դրվել այդ գնահատականը, միլիոն անգամ խոսացվել է, էլի ես չգիտեմ, դուք ուրիշ նյութ չունեք սարքելու։ Ուզում եք կարող եմ ինչ-որ սկանդալային բան ասեմ, նյութ տակ ես։ Վեճի ավերածը թվում եմ։ Այնքան նյութ ունենք։ Պարիզետը պահել։ Տալիս եք այդ նյութերը։ Դե եթե պակաս լինի, ասեք։ Հնարավոր է, որ Տիկին Հովսեփյանի կողմ չքվեարկեք այլ տեխնացի։ Ընկերներ, որոշումները կայացվում են ֆրակցիայում։ Ես ասեմ ոնց է կայացվում, էլի որոշումը։ Ֆրակցիան կազմված է 64 պատգամավորից, ֆրակցիայի որոշումները կայացվում են պարզ Նիկոլ Փաշինյանի որոշումը։ Պարզ չի կարելի էլի դա ասենք դա ասում եմ ես խոսում եմ էլի ֆրակցիայում որոշումները այն որոշումները որոնք որ պետք է կայացվեն ֆրակցիայում կայացվում են ֆրակցիայում այն որոշումները որոնք որ պետք է կայացվեն վարչությունում կայացվում են վարչությունում որի անդամ է Նիկոլ Փաշինյանը այն որոշումները որը որ կայացնում է վարչապետը կայացնում է վարչապետը շատ պարզ ֆրակցիայում քննարկվում է եւ քվեարկության է դրվում ձայների պարզ ամենևին պարզ մեծամասնությամբ ես չեմ կարող ասել թե ով ինչպես կքվեարկի ձայների ինչ հարաբերակցություն կլինի շատ պարզ հիմա դուք իմ կարծիքն եք հարցնում ես անձամբ իմ կարծիքը թույլ տվեք այս բանը չասեմ